Ողջույն հարգելի կշարքներ, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Տեսնենք, թե ինչ է ձեզ սպասվելու ամբողջ մայիս ամսվա ընթացքում։ Լավ բաների մասին մտածեք, որ լավ բան գա ձեր կյանք։ Եվ եթե բաժանորդագրված եք, կարող եք բաժանորդագրվել, որպեսզի եւ սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք ոչ մի տեսանյութ, այնինչ որ հրապարակվում է այստեղ։ Եվ կխնդրեմ նաև լայքեք, որպեսզի մնացած կշարքներն էլ իմանան, որովհետև մայիսը դեռ մեր առջևում է եւ լավ կլինի, որ տեսնեն, թե իրենց ինչ է սպասվելու։ Այս քարտերը հավելյալ են, այն դեպքում, երբ որ մենք կունենանք վատ քարտեր վերլուծելու համար միմիայն, որպեսզի տեսնենք ինչ է սպասվելու ձեզ։ Ինչ փոփոխություններ է բերելու ձեզ։ Ինչպես կարող եք նաև այդ հարցին լուծում տալ, միգուցե կամ խնդիրը ինչումն է կայանում, որ այդ կողմից լուծումը տակ։ Եվ իհարկե կանխատեսումը կարող եք նայել ձեր ասցենդենտի եւ լուսնային նշանը նույնպես։ Ասցենդենտը դա մարդիկ ինչպես կտեսնեն ձեզ այս ամիս, իսկ լուսնայինը ինչ էմոցիաներ կունենաք։ Միգուցե այստեղ ցույց է տալիս, որ դուք բարկանում եք, բայց ձեր էմոցիոնալ դաշտում, ձեր էմոցիոնալ կանխատեսման մեջ ցույց չի տալիս, որ դուք էմոցիոնալ կլինեք։ Դա նշանակում է, որ կկարողանաք ձեր էմոցիաները զսպել յուրաքանչյուր դեպքում էլ։ Ահա։ Տեսնենք, ինչ է սպասվելու կշարքներին մայիս ամսվա ընթացքում։ Մայիս ամսին։ Ահա, այստեղ որոշ քարտեր կան, որոնք խավարեց, չգիտեմ ինչի։ Տեսնենք այս հարցը կարող ենք լուծել։ Ինչ որ չափով լուծեցինք։ Միևնույնն է, որակը այդքան էլ լավը չէ։ Ոչինչ չեմ կարող անել, հուսով եմ չի փչանա YouTube-ս։ Ուրեմն մենք այստեղ կնայենք, տեսնենք ինչ է սպասվում ձեզ ընդհանուր առմամբ։ Այս ամիս շատ ինչ-որ կոնկրետ ուղղություն եք ընտրելու ձեզ համար։ Ինչի, ինչպես լուծել, ինչպես անել, ինչ անել ընդհանրապես ձեր կյանքում, որ ուղղությամբ գնալ, որ ուղղությամբ շարժվել, գործերը որ ուղղությամբ տանել, հարաբերությունները որ ուղղությամբ տանել, շատ կարևոր բան է դա ձեզ համար, կարևոր է թե ինչ ուղի կընտրեք այս ամսվա ընթացքում։ Գումարի հետ կապված բավականին շատ կխոսեք գումարից, շատ դե թեման կբարձրաձայնեք անընդհատ, միգուցե ինչ-որ մեկի աշխատանքի մասին, միգուցե ծախսերի մասին, միգուցե նստեք, քննարկեք ծախսերը, թե ինչու է այսքան ծախսվում, ընդհանուր առմամբ դուք այդպես շատ ծախս չեք անում, շատ գնումներ չեք կատարում, բայց չգիտես ինչպես, ոնց որ չկա ձեր գումարները, ձեր աշխատած գումարները։ Համար կնստեք, կքննարկեք։ Միգուցե իրոք շատ եք ծախսում եւ սկսում եմ բամբասել ձեզանից, հա, վայ հələ ոնց է գումարը աշխատում, բայց ոնց աղա, որ տունը նստած է եւ այսքան գումար է վաստակում, ինձանից քիչ աշխատում, հա, մի խոսքով, այսպես խոսակցություններ կարող են նաեւ գալ հասնել ձեր ականջին։
Եվ գումարի հետ կապված, այստեղ գումար աշխատելու համար ինչ-որ մեկը կամ ընտանիքի անդամներից մեկը կամ դուք օրինակ կարող եք գնալ մեկ այլ երկիր, որպեսզի ավելի շատ գումար վաստակեք։ Եվ ձեր շրջապատում կարող են հայտնվել պետական աշխատողներ, գուցե աշխատանքը այդպիսին է, աշխատանքը կարող է փոխում եք եւ դրա համար էլ հայտնվում են ձեր շրջապատում նման մարդիկ կամ ինչ-որ մի ձևով հայտնվում եք նման մարդկանց շրջապատում։ Նաև ձեր քույրը կամ եղբորը, եթե ինչ-որ խնդիրներ ունեն առողջական, ապա հնարավոր է նաև իրենց առողջությամբ զբաղվեք, հնարավոր է նաև իրենցով զբաղվեք։ Իրենց մոտ կարող է նաև աշխատանքի հետ կապված փոփոխություններ լինեն, բարձրացում լինի, նաև ձեր շրջապատող մարդկանց մոտ դա անգամ կարող է լինել հարևանը, կարող է գալիս է մեկ շիշ շամպայնով եւ ասում է արի իրար հետ նա արի իրար հետ խմենք, պաշտոն եմ ստացել։ Այդպես։ Եվ նաև դա եթե պետական հիմնարկության հետ կապված հարցեր կունենաք, ապա ձեր շրջապատող մարդիկ կօգնեն, դուք կարող եք գտնել ինչ-որ մեկին, ով որ աշխատում է նման տեղ, եւ նա ձեզ կաջակցի։ Ընտանիքում այստեղ կարող է նաև որևիցե գաղտնիք բացահայտվել։ Գուցե ինչ-որ մի բան ընտանեկան, որը չգիտեիք, ընտանիքին է վերաբերվում կամ մեկը մյուսին է վերաբերվում, չգիտեք եւ իմանում եք կամ տան հետ կապված, միգուցե ժառանգության, միգուցե ինչ-որ մեկը ձեր անունով է փոխանցել տունը եւ հետո եք իմանում այդ մասին, դեռ չգիտեիք։ Նաեւ ընտանիքի անդամներից մեկը կարող է գնալ սովորելու կամ տանը որոշի սովորել, այսինքն կարող է ինտերնետի միջոցով այդպես տանը նստած այս ամիս սովորի կամ դուք որոշեք սովորել տանը նստած։ Ոմանք կարող են նաև այստեղ ինչ-որ բան եք իմանում ձեր հայրենիքից, այն մարդկանցից, ովքեր որ հեռու են ձեզանից, եթե դուք հեռու եք գտնվում իրենք հայրենիքում, այդպես կարող եք իմանալ նաև։ Սա նաև գիտեք տան հետ կապված կամ ընտանիքի հետ կապված ինչ-որ մի բանը կդնեք մի կողմ եւ նոր էջից կսկսեք, գուցե նորից վերականգնում եք ձեր ընտանիքը, նորից վերականգնում եք ձեր հարաբերությունները, որտեղ մենք հարաբերություններում շատ peace card ունենք, շատ եւ լավ կլինի, որ այդպես լինի, ինչ որ մի բանը փոխեք ձեր մոտ եւ նոր էջից սկսեք։ Նոր էջը տարբեր բաներ կարող են լինել, տարբեր կամ միայնակ է մարդը նոր էջից սկսում կամ ինչ որ մեկի կամ այդ խնդիրները լուծում եք եւ նոր էջից եք սկսում։ Երեխաները կարող են որոշել ընտանիք կազմել, երեխաների առողջությամբ պետք է զբաղվեք, ոմանք կարող են հղի եք եւ այս ամիս նաեւ կարող ծննդաբերել կամ առողջությամբ պետք է զբաղվեք, հղիությամբ պետք է զբաղվեք, միգուցե մի փոքր դժվար է հղիությունը, դա պետք է հաղթահարեք։ Երեխաները եւս երեխաների առողջությանը պետք է հետևեք։ Միգուցե իրենք են հղի, եթե մեծ են, իրենց պետք է գնաք, տիրություն անեք, նայեք, խնամեք։ Այստեղ նաև իրենց գործերը, իրենց հարաբերությունները կարող է զգում եք, որ դանդաղ է ընթանում, ինչ որ մի բանը, օրինակ շփվում են արդեն քանի ամիս է կամ միգուցե տարի է շփվում են, բայց դեռ ոնց որ շարժ չկա, այս ամիսը կարող եք անգամ խոսել այդ մասին, մայիսներ հասկացանք, հարսանիք չենք անում։ Կարող է որոշեք հունիսին ամուսնանաք, այդպես, կարող է նաև այդ թեման բարձրաձայնվի տանը, եթե մեծ են երեխաները։ Եթե փոքր են, այստեղ իրոք պետք է զբաղվեք իրենց առողջությամբ, միգուցե պետք է իրոք տանեք հիվանդանոց, ինչ որ սրսկումներ անելու։ Երեխաները կարող են իրենց արտաքինը փոխել ամբողջությամբ, որը կարող է ձեզ զարմացնել նաև որոշեն ինչ որ մի բան փոխել իրենց մոտ։ Կամ մինչև այդ չէին ուզում մազերը կտրային, մեկ էլ իմանում եք, որ մայիսին գնում են մազերը կտրելու։ Առողջության հետ կապված այստեղ կգնա ոչ մի խնդիր, որը ձեզ անհանգստացնում էր։
Բայց պետք չի այնպես անել, որ նոր խնդիր առաջանա, որովհետև սա գնում է, հետոն գալիս է, իսկ սա կարող է վիրահատություն է, որը անում եք եւ այսինքն հասել էր դրան արդեն, ոնց որ էլ պետք էր դա անել։ Անում եք եւ այդ խնդիրը ձեզանից գնում է եւ նոր կյանքով եք ապրում։ Ինչ որ մի բան է այստեղ առողջության մեջ, որ պետք է անպայման գնա։ Միգուցե գիտնեք պլաստիկ օպերացիա անում, ինչ որ մի բան է ձեր մոտից գնալու։ Միգուցե մինչև մայիս սրսկվում եք, ինչ որ դեղորայք եք ընդունում եւ հիմա դա գնում է ձեզանից, այլ պետք չէ օգտագործել դա։ Կամ վախերը առողջության մասին, առողջության հետ կապված, դա եւս կարող է գնալ։ Հարաբերություններում խնդիրներ կան եւ շատ մեծ, ոչ մի ձև իրար չեք հասկանում։ Լինի դա ընտանեկան հարաբերություններ, լինի դա ուղղակի շփում դեռևս։ Տեսնենք հարաբերությունները ինչի են այդպեսին դարձել, ինչու եք բախվում խնդիրները։ Ոչ մեկդ ոչ մեկին չեք լսում, նայեք էմոցիաներն են։ Չկա ռոմանտիկա ձեր հարաբերությունների մեջ, դրանից է։ Կա միայն միգուցե վեճ, միգուցե իրար չհասկանալ։ Կկարողանաք լուծել այդ խնդիրը։ Եթե ամեն ինչը էմոցիաների չվերածեք, ապա կկարողանաք լուծել։ Ես ասացի, որ այնտեղ ընտանիքում, ովքեր որ ընտանիք ունեն, հատկապես կարող փոխել գրքի էջը։ Միգուցե ձեզ ճամփորդություն է պետք։ Գնաք այնտեղ, իրար վայելեք, հասկանաք եւ հետո արդեն հետ կվերադառնաք մի տեսակ ուրիշ ձևի մարդ։ Նա վրա այստեղ ճամփորդեք։ Թեկուզ 1-2 օրով ճամփորդությունը պարտադիր չի լինի շաբաթներով, ամիսներով։ Գնացեք 1-2 օր ինչ որ միտեղ ցրվեք, ձեր խնդիրներն կցրվեն, որովհետև մի քիչ այսպես թե այնպես մարդը ուրիշի ներկայությամբ այդ քոնել չի վիճում եւ կկարողանաք այդ խնդրին լուծում տալ։ Միգուցե այնպեսի բան է, որ իրոք ռոմանտիկան, որ վերանում է հարաբերությունները, դա արդեն համարվում է սառնություն, որովհետև տղամարդը, որ մտնում է տուն կամ հարաբերություններ, ժամադրվում եք, ուզում եք հանդիպեք, եթե գնում է մարդը այդպես անկայուն, իրանից դժգոհ, ապա բնական է, որ դիմացինը քիչ հիասթափվում, որտեղ կյանք չկա դիմացինի մեջ, որ ինքն էլ այդպես ապրի։ Եվ տեսնենք ընդհանուր գլոբալ խնդիրը, ինչ եք իրար բախվում։ Ինչն է պատճառը, որ այդպես բախվում եք իրար։ Տղամարդուց է գալիս, կամ տղամարդու պատճառով է, միգուցե խանդն է։ Տղամարդը եւ մայր։ Միգուցե ընկերը եւ մայրը, ինչ որ մեկի մայրը։ Ինչ որ կին, տարիքով կին, պարտադիր չի լինի մայրը, ինչ որ մի կին, հարևանուհի կամ ինչ որ մեկը, որ խորհուրդ է տալիս, միգուցե իր պատճառով է։ Եվ տղամարդու, տղայի։ Այստեղ կարող է իրոք դրդում են խանդի եւ այդ խանդի հողի վրա բնականաբար արդեն տեղի ունենում խոսակցություններ եւ հարաբերություններում բախումներ կան մարդկանց միջոցով է, մարդկանց, այնպես որ հանեք այդ մարդկանց, եթե խանգարում են կամ մի հատ լավ մտածեք, ինչու են դա անում ձեր կյանքում, որպեսզի բնական է դուք խնդիր ունենաք, երկար մտածեք։ Կարող այնպես են անում, որ խանդի առարկա դառնա ընկերը եւ այլն, ինչպես որ կյանքի կարուսելում է, կարող եք նայել եւ ժամանակ առ ժամանակ նայում եմ այդ փոքր սերիալիկները եւ իրոք այս վերջին սերիալում հենց դա էր, որ մայրը հարսին չսիրելով այնպես է անում, որ տղան սկսի կասկածել իր ընկերոջը մոտ ընկերոջը, որ իրար հետ են, ում հետ որ միասին են մեծացել եւ այդ աղջիկը եւ տղան իրենց ընտանիք, հա, ոնց որ մանկության ընկերն է դա։ Մի խոսքով ամեն ինչ հնարավոր է մեր կյանքում, ոչինչ բացառել պետք չէ։ Փաստաթղթերի հետ կապված այստեղ ոմանք կարող են փաստաթղթեր ստանալ, որտեղ մեջը գումարներ են, որ պետք է դուք վճարեք, կամ վճարում եք փաստաթղթերի համար, որ
հանեք, այստեղ փաստաթուղթ վերցնեք, անձնագիրը փոխելու համար, ինչ որ մեկ այլ բանը փոխելու համար եւս էլի կարող է պետք է գնաք, այցելեք, գումար վճարեք կամ ձեզ են գումար տալու, ինչ որ փաստաթուղթ եք ստորագրում, որտեղ գրված է, որ այսքան գումար են ձեզ փոխանցելու։ Գուցե այնպեսի գործունեությամբ եք որոշում զբաղվել այս ամիս, որ անընդհատ ձեզ գումար են փոխանցելու եւ գումարի հետ մեկտեղ փաստաթուղթ, որ դու գնաք այդ թղթով այդ գումարը ստանաք։ Դա նաեւ ինտիմ հարաբերություններն են, կարող եք այդպես ձեր սիրելիի վրա գումար ծախսել, գնալ օրինակ հոթել կամ գնալ օրինակ ինչ որ մի տեղեր, որտեղ կվճարեք, հա ծախսը շատ կլինի իր վրա նաեւ։ Եվ այստեղ գումարային հարցեր կամ գումարը կծախսի կամ գումար կստանա ձեր երկրորդ կեսը կամ ընտանիքի անդամներից մեկը։ Իրենք կամ կսկսեն գումար աշխատել, արդեն տուն գումար կգա, կամ ձեր երկրորդ կեսը կամ ինքն է շատ ծախսեր անելու այս ամիս, կամ ինքն է շատ գումար բերելու տուն այս ամիս։ Գուցե աշխատավարձ են բարձրացնում։ Ճամփորդությունը հավանականությունը 90% է, կամ տոմս եք գնելու, կամ կգնաք։ Երկուսից մեկը, կամ կկանչեն ձեզ, գուցե ինչ որ առիթ է, դրա համար եք գնում, այդ առիթի մասնակցելու համար։ Գուցե այդպես ձեզ վիզա են տալիս, գնում եք, ամենայն դեպս գնալը այստեղ հստակ կա, կամ կզբաղվեք այդ փաստաթղթերով, դրա համար պետք է գումար վճարեք, օրինակ վիզայի համար, ինչ որ մի փաստաթուղթ ստանալու համար, այդպես։ Կամ տոմսերի համար նաև կարող եք, այդ տոմսերն էլ եւս փաստաթուղթ է, դրա համար էլ եւս կարող եք վճարել։ Այստեղ ոմանք կարող են գնալ նաև սովորել դրսում, ուսման համար, կամ ճամփորդելը կարող է լինել ուղղակի մշակույթները բացահայտելու համար, ոչ թե հաճույքի համար, այլ գնում եք այնտեղ նոր մշակույթ բացահայտելու, նոր հորիզոններ բացահայտելու ձեզ համար, ձեր գիտելիքները ավելացնելու համար։ Աշխատանքում, բիզնեսում, ընկերական մթնոլորտ կլինի աշխատանքում, ընկերոջ հետ կարող է որոշեք ոչ բիզնես սկսել, կամ արդեն սկսել եք եւ մայիսին ոնց որ կամ որոշել եք որ սկսեք, մայիսից արդեն կսկսեք իրար հետ աշխատել։ Ձեր ընկերը կարող է օգնել, որպեսզի դուք աշխատանք գտնեք, դուք կարող եք գտնել ինչ որ, ձեր ընկերոջ համար ոչ աշխատանք, գուցե նույն տեղում սկսեք աշխատել իրար հետ, ընկերներով, նույն միջավայրում լինեք մշտապես։ Դե եթե բիզնես ունեք եւս, այստեղ կամ բիզնես գործընկեր կգտնեք, որի հետ շատ լավ կլինի, հեշտ կլինի աշխատելը, հեշտ կլինի համագործակցել իր հետ, մթնոլորտը բավականին ընկերական կլինի, կկարողանաք հեշտ լեզու գտնել։ Եվ ընկերները այնպես կանեն, որ միգուցե իրենց կողմից ինչ որ մի բան եք իմանում, դա ձեզ հավելյալ էմոցիաներ կարող է տալ, այն ինչ որ կիմանաք, հա, իրենց մասին, իրենց հետ կարող է լավ ժամանակ անցկացնեք։ Նաև կարող եք զգալ, որ ձեր ընկերները ինչ որ մի բան թաքցնում են ձեզանից, ամբողջությամբ չեն ասում։ Եվ գումարը եթե կամ ինչ որ մի օգնություն է ձեզ պետք, դե կամ այստեղ գաղտնի եք անելու ամեն ինչը, գաղտնի, որ ոչ ոք չիմանան, որ ինչ որ մեկից օգնություն խնդրեցիք կամ գումար խնդրեցիք, գումար կարող եք վերցնել պարտքով օրինակ ուրիշից եւ ոչ ոքին չասեք։ Ձեզ կօգնեն, բայց թաքուն կարող եք պահել։ Նաեւ թաքուն սիրավեպ է, որը գիտեի միայն ձեր ընկերությունը, ընկերական շրջապատը։ Նաև կարող է հասնեք ինչ-որ մի արդյունքների, տեսնեք ձեր կատարածի արդյունքները եւ դա ձեզ բավականին էմոցիոնալ դարձնի, այդպես ուրախանաք, որ ի վերջո հասակ այդ դրան։ Եվ վախերը ունեք։ Վախեր ունեք, անհանգստություններ ունեք, խնդիրներ նույնպես բնական է, այստեղ խնդիրները անձնական կյանքում են ավելի շատ ձեզ մոտ։ Հարաբերությունները չեք էլ կարողանում ստեղծել անգամ, չեք կարողանում ինչ-որ մեկի հետ շփվել։ Ոնց որ եթե տղա եք, օրինակ ինչ-որ մեկին մոտենում եք, բախվում եք, միանգամից մերժում են, միանգամից չեն խոսում ձեզ հետ, այդպես։
խնդիրները դրանում կարող է լինել։ Տեսնենք, վախերը ինչից են։ Տղամարդու հետ է կապված։ Միգուցե ձեր հայրն է, միգուցե ձեր ընկերն է, միգուցե ինչ-որ մեկն է։ Չգիտեմ ինչու է վախ, կամ իր համար եք վախենում ավելի շատ, կա ձեր տղան է, որ գնում է բանակ։ Խնդիրները ուժային կառույցում են։ Խնդիրները կկարողանաք հաղթահարել, դա միանշանակ, եթե չլինեք այնպես չգորգրակ, եթե օրինակ գնում եք պետական հիմնարկություն ինչ-որ մի գործեր անելու համար, եթե չգորգրակ, եթե կարողանաք ձեզ տիրապետել, ապա կկարողանաք այդ հարցին լուծում տալ։ Այնպես որ խնդիրներից կկարողանաք ազատվել այստեղ, եթե անգամ կլինի էլ յուրաքանչյուր, բայց խնդիրները պետք է հասկանաք, որ կարող է լինել եւ ոչ հեղինակավոր մարդու հետ, ինչ որ մեկը, որ դե չգիտեմ, այնտեղ ով ասես կա հեղինակություն, թաղային հեղինակություն եւ այլն, այդտեղ կարող նաեւ նման մարդկանց հետ է վախը կարող է լինել, նաեւ այդ տղամարդը նայ կարող է այդպես։ Եվ այստեղ կարող է եւ գաղտնիք է, գիտեք, կարող եք բորբոքվել, կարող եք վիճել եւ ինչ որ մի գաղտնիք ձեր բերանից դուրս թողել։ Նույն քարտը ընկավ։ Եթե ոչ է գաղտնիք ունեք եւ եթե չեք ուզում բարձրաձայնել այդ գաղտնիքը, ապա երբ որ բարկանում եք, երբ որ ուզում եք ինչ-որ մարդու դեմքին ասել են ինչ-որ ուզում եք, այդ ժամանակ կարող եք ուղղակի ձեր բերանից բաց թողնել այն ինչ-որ պետք չէր ասել։ Այսքանը ձեզ համար ամիսը, որ ասեմ, շատ վատներ չէ, խնդիրները միայն կան անձնական հարաբերություններում, եթե դուք էլի գրքի էջը փոխեք եւ ամեն ինչ կարգավորեք, այնտեղ իր վերաբերյալ բավականին շատ խոսեցի, թույլ չտաք, որ մտնեն ձեր կյանք եւ իհարկե սա, չգիտեմ ինչ պետք է լինի, որ մարդը վախ ունենա ինչ-որ մի տղամարդուց եւ խնդիրներ որևիցե մարդկանց հետ կամ որևիցե պետական կառույցի հետ նաեւ։ Բայց ելի եմ ասում, կկարողանաք յուրաքանչյուր բան հաղթահարել, եթե չգորգրաք, եթե ամեն ինչը հանգիստ ճանապարհով տանեք։ Նույնն էլ հարաբերությունները, բնական այնտեղ կարող վախ լինել հարաբերությունները կորցնել։ Եվս էլի, եթե ձեզ պետք է զսպեք երկու հատ նույն քարտը, դա նշանակում է, որ մարդը կարող է նաև ընկնել հիստերիայի մեջ եւ հենց այդ ժամանակ ասի են ինչ որ պետք չէր ասել, այդ ժամանակ նաև բաժանվի, այդ ժամանակ խնդիրներ ստեղծի իր համար։ Այսքանը թող որ այս ամիսը լինի միայն հաջողության ամիս ձեզ համար, հաջողություն բերի ձեզ եւ կարողանաք կարգավորել յուրաքանչյուր խնդիր, որը ունեք։ Այսքանը լավ եղեք։